ֆինանսավորման մեջ էլ չկաք, չգիտեմ, նախկին օլիգարխների ֆինանսավորման մեջ կաք, կամ ներկա այդպես օլիգարխների, չնայած հիմա օլիգարխներ չկան, կան ուղղակի մեծահարուստներ։ Կաք թե չկաք, ժպտում եք, տեսեք, դեռ ժպտում եք։ Շատ լավ, պարոն Եղան, խնդրում եմ մեր հարցին պատասխանելիս չժպտաք, որպեսզի դա դիսկրիմինացիա չընկալվի, այդուհանդերձ, պարոն Եղոյան, ինչով եք բացատրում պարոն Քոչարյանի ջվագրկի այդ պահվածքը էմոցիոնալ։ Բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել, ասենք մենք շատ լռեցինք ընդհանրապես այս դահլիճում, գիտեմ, երևի դա մեծ սխալ էր, որ ասենք իրան թույլ չխոսելա ձև Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի հասցեին։ Ասենք իր հետ այդքան ձեն հավաքել ես երկու, հիմա ասենք ես էլի կնյարդայնանամ, էլի կասեմ, դուք էլ կասեք նյարդայնացաք, մեր գործընկերն էլ կասի Ռազբուրգայի տոննա եւ այլ։ Իր հայրը Հայաստանում կյանքում կերազետ ինքան ձայն հավաքել, ինչքան Նիկոլ Փաշինյանն է առաջին եւ երկրորդ ընտրությունների ժամանակ այստեղ խոսելա ձև այս ինչ ոչ եկել է այստեղ ոչ անձնագիր ոչ կացության թուղթ եկել է կեղծիքով դարել է նախագահ միլիոնները դիզել են ցանկը նայումս չի հերիքում շնչառությունը հենց մի բաժակ կոֆես խոմ գաս ցանկի երկրորդ մասը նայես հենց կոռուպցիայից է խոսում ասենք սա ծաղր է ընդհանրապես ձեռեն առնում ասենք մարդկանց հետո ասեք մի վրթովը դուք չեք վրթովը դուք այս երկրի քաղաքացի եք եղել դուք դատախազի ներկայացած ցանկը որը շատ ավելի կարճ է քան այլ ցանկեր, որոնք տարբեր տեղեր հրապարակվել են։ Այդ ցանկը նայելուց դուք որպես Հայաստանի քաղաքացի, օրինակ չեք վրթովում։ Թե ուղղակի ասենք ձեր խմբագրակազմի ասենք գիծը պահեք ու վեր, ձեր գործը այսօր անեք ու վեր, դուք չեք վրթովում դրանից։ Չուսեք հետ դուք բոլորը, այստեղ հիմա ներկաներ եք, բա ուր են մյուսները, մեր երեք որ հարձակվել էին իմ վրա, ուր են չկա։ Բայց սպասենք իրանք են գան։ Քոչարյանը իր մի խոսեք, էլի լրագրողները։ Ո՞նց եմ խոսում, ժողովուրդ ջան։ Չէ, որ հարձակվեն ձեր վրա, իրանք կարող են ամենից այս հարցեր տալ։ Դա արդեն ձեր մանիպուլյացիան է, ուրեմն մարդն էլ կարա մարդու վրա հարձակումը։ Եկեք լրագրողներին ձեր վրա հարձակվել են։ Մենք Դե որ հարձակվել է հարձակումը, անպայման չի որ շուն լինի։ Մարդը մարդու վրա կարող է հարձակվի եւ ոչ միայն ֆիզիկապես, այլև խոսքով։ Ճնշել են ձեզ հոգեբանական ճնշում են գործադրել։ Իրանք չեն, իրանք չեն կարող հոգեբանական ճնշման ենթարկել, որովհետեւ իրենք չգիտեն այն ձևերը, որով որ կարող են ինձ հոգեբանական ճնշման ենթարկեն։ Դա իմանալու համար պետք է շատ երկար ուսումնասիրել, թե ոնց են ընդհանրապես մարդուն ենթարկում։ Պետք է ժամանակ եւ էներգիա դնել նրա մեջ կրթվել, դրա համար էլ է պետք կրթություն, ինչից իրանք այդքան չգիտեմ էլի ջղայնացան երեք ասցի։ Պարոն Եղոյան վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին եւս մի հարց այսօր պարոն Քոչարյանը վերահաստատեց որ այնինչ ուներ օրինական է իդեպ այս միտքը նկատել էր 2 տարի առաջ եւ ասաց որ չեն դատախազը մենակ դա տեսեք մենակ դատախազից պահանջած դրամական եւ դրան հավասարեցված այսինքն պարտքի իրավունք այնտեղ փոխառություններ եւ այլ արժեթղթեր այսինքն ոչ թե անշարժ գույք այլ զուտ, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, քեշին համարժեք վերադարձի ենթակա գումարը, հանրագումարը կազմում է $100 միլիոն, $100 միլիոն, սրան գումարած 22 անշարժ գույք, ընդեղ չգիտեմ, սրան գումարած նայր ինշուրանսում, ընդեղ սեփականության մաս, Toyota-ում, սա դեռ չեմ վերածում դրամին, այն զուտ քեշի մասը $100 միլիոն է, պատկերացնում եք Դելոս ոչ է 4 միլիարդ չի, շատ ավելի քիչ է, շատ ավելի քիչի ինչքան է, $100 միլիոն գումարած 22 անշարժ գումարած մյուս ընկերություններում մասնակցություն, Պարոն Քոչարյանը ճակատի քրտինքով է վաստակել Ես էլի տեսեք, այսքան մենք ստեղ ենք Նախագահի չոր աշխատավարձով է վաստակել ճակատի քրտինքով է վաստակել Նախագահի ոչ միայն չոր աշխատավարձով, այլև կեղտոտ աշխատավարձով էլ հնարավոր չի եւ նույնիսկ սովորական միջին վիճակագրական կոռուպցիայով էլ հնարավոր չի այդքան փող աշխատել։ Այդքան փողի համար պետք է լինի համակարգված վերից վար ստրուկտուրիզացված, ինչպես մեկ այլ նախագահներ սիրում ասել, ստրուկտուրիզացված կոռուպցիոն համակարգ, որտեղ ամեն լուման հստակ ունի իր ասոցիատները, ներքևից վերև մուծելով, այնտեղ գալիս է հարկային, մաքսային այնտեղ, բոլորը իրենց փայերը գիտեն եւ այդպես է պետք է հատվածական, այստեղ, այնտեղ աշխարհով հնարավոր չի $100 միլիոն գտնել։ Ու այդքան գույք։ Ողջ պետական համակարգը դատական։ Ժորժ ջան, ախր դու moment ինչ ես པարզ բաներից խոսում։ Հիմա ինձ դուք ասում եք ուզում եք ասել, որ երկիրը կլոր է, բայց ասենք ես չեմ ուզում ասել, դա արդեն վաղուց հայտնի է։ Որ երկրագունդը կլոր է, ինչպես որ հայտնի է, որ իրենք ունեն ահռելի մեծ ահռելի շատ կուտակված ապօրինի գույք, որի վերադարձով, որ հիմա դատախազությունը զբաղվում է։ Բայց այդ էլ են այն վերադարձվածները, որ ամեն օր հրապարակվում են։ Ձեզ այդ թվերը զարմանք չեն լինի, ինչու՞։
Զարմանք չեմ նշում, չեմ ասում, որ մի գյուղապետից կարող է դատախազությունը պահանջի $2.8 միլիոն։ $2.8 միլիոն։ Ասենք չգիտեմ, դա գյուղապետ, շատ փոքր ու աղքատ գյուղի գյուղապետ, ոչ թե ինչ-որ հարուստ գյուղի գյուղապետ։ Մասշտաբը դրա պատկերացրեք, եք փորձեցեք, ապշելու է, լավ հասկացեք, գոնե այս բաներից խոսան, որ այդտեղ խոսալու տեղ կարող է եւ ունենա։ Իմ առաջարկը այն է, որ մենք եւ այնուամենայնիվ, ամփոփելով պարոն Եղոյան, ձեզ հետևում էին ազգային ժողովի աշխատանքին քաղաքացիները հետևում էին ուղիղ եթերում, այս ամեն ինչին ականատես եղան։ Դուք ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած եք։ Լավ, այս առումով ինչ ունեք ասելու, հա, քաղաքացուն։ Մի ժամը քաղաքացիների հետ էի խոսում ես։ Ինչ ունեք ասելու, ներողություն խնդրելու կարիք կա, թե չէ այն ամենին ինչ ականատես են լինում ընդհանրապես նիստերի դահլիճում։ Եվ ձեր կողմից եւ ընդդիմությանն էլ այս հարցը դարձակ այդպես լինել զարմացած։ Կան գիրեք ասում։ Կան գիրեք։ Տեսեք ոչ SMS են ուղարկում ինձ հարցերը ոչ էլ ես քաղաքացիները ուղիղ եթերում էին նայում ձեզ, հա, պարոն Եղոյան։ Կներեք, էլի հասկանամ, ուզուտ հասկանամ, ինչի համար ներողություն խնդրեմ, որ վիճել եք ազգային ժողովի դահլիճում, բայց դահլիճը նաև վեճերի համար։ Այսինքն սա բան է, սա անկերական հավաք չի բանի, մեկի ծնունդին, որ գանք ջան ասենք ջան լսենք, սա քաղաքական պայքարի դահլիճ է եւ այստեղ կարող է լինել վեճ, հիմնականում խոսափողներից եւ ուրեմն նախատեսված ելույթի ժամերին, եթե պարոն Քոչարյանի պահվածքի նման պահվածք էլի կրկնվի, նաև խոսափողից, այսինքն տեղերից, արձագանքների միջոցով։ Որտեղ իր ասածը չի կարելի թողել անարձագանք, ինքը իրավունք չունի, դեպս ոչ մեկ իրավունք չունի, ժողովուրդ ջան։ Ասենք հասկանանք էլի, հավանում եք, չեք հավանում, համակիր եք, չեք խոսում է ազգային ժողովը։ Ընտրված փոխնախագահ, այսինքն նախ ժողովրդի կողմից ընտրված որպես պատգամավոր, հետո էլ ազգային ժողովի կողմից ընտրված որպես փոխնախագահ։ Ասենք աշխարհի ո՞ր մի նորմալ երկրում եք պատկերացնում։ Պատգամավոր տեղից ելնի, ասի դու ով ես։ Հա, ասի դուք վատն եք, սխալն եք, նույնիսկ չգիտեմ, ինչ որտեղ կոպիտ խոսա, կոշտ խոսա, բայց առանց այդ մարդու, այսինքն չգիտի ով է, այդ ինչ ասում։ Իսկ ինքը ով է։ Ինձ նույնց եմ ասում, գիտում եք, ինքը ով է բացի իրոք տվել ինձ, ինքը ով է, ինչ է արել ինքը այս կյանքում առանց իր հոր։ Առանց իր հոր ինչ արել այս կյանքում, եթե չլիներ իր հայրը, ինքը ինչ կկարողանար անել այս երկրում, այն նրանից ինչ որ արել է։ Ունենար ինքը այնքան գույք, որ ասում է 4 միլիարդ չի, քիչ է, հա, այդ քիչ է իր ասած, այդ $100 միլիոն դոլարը, կամ $4 միլիոն ունենար ինքը։ Չասենք դա բանը էլի, ասենք եկել են ու ստեղ ինչ են ասում, ընդհանրապես թող ասենք հա էլի հասկացեք, երբ փողը կարա մարդու մոտ բան ստեղծի, պահի տեղ կարող գլխապտույց ստեղծի եւ այլ, բայց հասկանանք էլի ով բարեկամն է եւ այլ։ Իսկ պարոն Քոչարյանի ոչ ստանդարտ է, պատգամավորին ոչ հարիր, ճղածիկ, կեցվածքի մեջ դուք ինչ-որ միտում տեսնում եք գուցե ապականոնացնել խորհրդարանական աշխատանքը։ Այո, միտում տեսնում եմ եւ կարծում եմ, որ սա կազմակերպված մեկ մեծ միասնական պլանի մի մասն է եւ այդ պլանը պիտի ձախողի ամեն գնով, որովհետեւ այդ պլանը Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու համար չի գծվել։ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ աշխատելու համար է գծվել այդ պլանը։ Եվ որն է դրա վերջնանպատակը։ Դրա վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն է։ Այդ չարաբաստիկ պլանի, ինչպիսին որ արդեն մի քանի անգամ գործարկվել է եւ ինչպիսին որ մի քանի փուլով այդ ինքնիշխանությունը արդեն զիջվել է այդ մարդկանց կողմից։ Այդ է դրա պլանը։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ